Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Հոկտեմբերի 21-ից 22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան քննարկում, հայտնում են անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից։ Բաքվից ժամանած հատուկ ինքնաթիռը Երևանում վայրէջք կատարեց ըստ մամուլի ժամը 16-ի սահմաններում։ Հայկական կողմից քննարկմանը մասնակցեցին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավաստարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Ֆարհադ Մամեդովը, Ռուսիվ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։ Նախաձեռնությունը ուղղված է խաղաղության օրակարգի առաջ մղմանը, համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դարձավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի, ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակման ու հեռանկարներին։ Այցի շրջանակում մասնակիցները հանդիպեցին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մասնակիցներն ընդգծեցին հասարակական լայն խմբերի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի ու մեդիայի ներգրավման կարևորությունը։ Հանդիպման ավարտին խումբը հաստատեց իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ նախաձեռնությունները, որոնք միտված են փոխըմբռնման խորացմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Իսկ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնեցին, որ հոկտեմբերի 22-ին գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան քննարկման մասնակիցների հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը։ Գրիգորյանը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը։ Հանդիպման երկրորդ մասում անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին։ Իսկ փաստերի ստուգման հարթակը հայտնում է, որ ըստ աղբյուրի ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա է եղել նաև Դիլարա Էֆենդիևան։ Նա փաստերի ստուգման հարթակի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները արգելափակել էին այն ժամանակ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։ Էֆենդիևան անձամբ է որպես այսպես կոչված էկոակտիվիստ մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։ Այդ օրերին Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ, մինչդեռ Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։ Մեջբերում եմ ես, որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի ու բժշկական օգնության համար, ասել էր Էֆենդիևան։ ՖԻՊԷՄ-ը դեռ այդ ժամանակ էր հերքել այսպես կոչված էկոակտիվիստի կեղծ պնդումը, ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդները զրկված էին պատշաճ բուժօգնությունից Էֆենդիևայի և արգելափակմանը մասնակցած մյուս այսպես կոչված էկոակտիվիստների ապօրինի գործողությունների հետևանքով։ Իսկ Հայաստանի Կովկասի ինստիտուտից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին Ստամբուլում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկում են ունեցել, որը կազմակերպվել էր Կովկասի ինստիտուտի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից գործող միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից։ Քննարկումը ծավալվում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հայկական կողմից միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի անվտանգային քաղաքականության
ուժեղացումը ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ։ Եվ այժմ զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Ողջույն պարոն Սաքունց, շնորհակալություն միանալու համար։ Ողջույններս, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, Երևանում եւ Ստամբուլում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հանդիպումը, որը նրանք բնորոշեցին օգոստոսի 8-ից հետո խաղաղության գործընթացի համատեքստում, նախ սրա կարևորությունը, սա առհասարակ ինչին է նպաստում, երբ մենք սրան զուգահեռ քննադատություններ ես մեջ բերեմ, ունենք բավականին կնճռոտ հարցեր, մասնավորապես մարդասիրական հումանիտար բնույթի եւ այսպիսի հանդիպումները ասում են, որ առանձնապես ոչինչ չեն տալու, մեզ քանի այդ հարցերը լուծված չեն։ Համեցեք։ Պարոն Ոսկանյան, տեսեք, խաղաղություն ձևակերպման հետ ես միշտ եղել եմ անհաշտ այն իմաստով, որ մենք գործ ունենք բռնապետական ռեժիմի հետ, հանձինս Իլհամ Ալիևի, եւ ավելի շատ ես գուցե կորակեի չհարցակվելու մասին համաձայնություն կամ գործընթաց կամ հնարավոր ագրեսիաները կանխելուն ուղղված գործընթաց, որովհետև իմ ուղեղում ազնվորեն եմ ասում, չեմ պատկերացնում խաղաղություն ընդհանրապես նման ռեժիմների հետ, որովհետև այդ ռեժիմները անգամ խաղաղ չեն իրենց քաղաքացիների հետ, իրենց ընդդիմադիրների հետ, եւ այդ ռեժիմների օրոք կամ այդ ռեժիմները ավելի ճիշտ անհանդուրժող են որևէ այլ կարծիքի դրսևորման հետ եւ մի պետության մասին է խոսքը, որտեղ իրենց իսկ իրավապաշտպանների տվյալներով 320-ից ավել արդեն քաղաքական բանտարկյալներ կան, այդ թվում նաև իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներ։ Այնպես որ խոսել խաղաղության մասին կամ խաղաղություն որակումը տալ այդ գործընթացին ես միշտ վերաբերվել եմ վերապահումով։ Ես հասկանում եմ քաղաքական նպատակահարմարությունը եւ քաղաքական մոտեցումը, բայց բովանդակային առումով դա ավելի շատ գնում է խոսքը կարող է գնալ իրապես փոխադարձ պահանջներից հրաժարվելու, հարաբերությունների նորմալացման կամ կարգավորման հետ կապված հարցեր։ Իհարկե կարող են հակադարձել, թե պատերազմի ուրեմն խաղաղություն է, բայց նույնիսկ կրկնեմ այն կառավարումները կամ ռեժիմները, որոնք խաղաղ չեն իրենց քաղաքացիների հետ եւ նրանց հետապնդում են, նրանք չեն կարող խաղաղ լինել նաեւ հարևան պետության քաղաքացիների հետ եւ դրա վառ վկայությունը այն ցուցադրական դատավարությունն է, որ Բաքվում տեղի է ունենում եւ այդ քաղաքասարակություն կամ այդ իրավապաշտպանները բացարձակապես որևէ անդրադարձ չեն կատարում Բաքվում տեղի ունեցող դատավարության մասին եւ հրապարակավ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են զուտ այն հիմքով, որ նրանք էթնիկ հայեր են, ել չեմ խոսում ռազմագերիների մասին նաև, որտեղ ռազմագերիների դեմ քրեական հետապնդումը դա հենց միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Ես դժվարանում եմ իհարկե ընկալել եւ ավելին մենք Ալիևի ռեժիմի կողմից էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների հիմքով 200-ից ավել դիմումներ ենք ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ մեր գործընկերների հետ հիմա պատրաստվում ենք դիմումներ ներկայացնել պատերազմական հանցագործությունների հիմքով միջազգային քրեական դատարան, դա մի քիչ շատ դժվար երկարատև process է, բայց դա անում ենք։ Այսինքն դուք նկատում եք, որ սա բովանդակային իմաստով որևէ բան չի փոխելու եւ ավելի շատ ֆորմալ process-ներ են, հա։ Տեսեք,
Ազնվին ասեմ ձեզ դեռևս նման առաջարկներ միջազգային ներկայացուցիչների կողմից հանդիպելու, համագործակցելու ադրբեջանական կազմակերպությունների հետ եղել են նաև մեզ անցած տարի, թե նախանցած տարի։ Ես կտրուկ մերժել են զուտ այն բանով, որովհետև ես հստակ բացատրել եմ, որ Ադրբեջանում անկախ հասարակական կազմակերպություններ չկան, նրանց կամ բանտարկված են, կամ առանձին ներկայացուցիչներ ստիպված են եղել փախչել, լքել երկիրը, փախչել ապօրինի հետապնդումներից։ Էլ չեմ խոսում, ասենք գրողական կամ անկախ լրատվության մասին։ Եվ եթե փորձեր եղել են, իսկ եղել են այդպիսի փորձեր, որ Ադրբեջանում հետաքննող լրագրողները, անկախ լրագրողները փորձել են ինչ-որ նյութեր հրապարակել, բացահայտելու Ալիևի ռեժիմի կոռուպցիոն հանցագործություններ եւ այլն, ապա նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, ազատազրկվել են մարդիկ։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն ներկայացուցիչներն են ազատազրկվել ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու համար։ Ես գիտեմ մարդիկ, որոնք իրավապաշտպան են, բայց այդ իրավապաշտպանները գտնում են կամ բանտերում նորից կրկնեմ, կամ այնպիսի լռության մեջ, որ չեն էլ համարձակվի որևիցե ցպտուն հանել Ադրբեջանի մարդու իրավունքների մասին։ Եվ մի օրինակ էլ բերեմ իմ ուղղակիանունը թույլ տվեք չհնչեցնեմ, իմ կողմից հարգելի իրավապաշտպաններից մեկը ադրբեջանցի, որը նաև նախաձեռնել էր զինված ուժերում սպանությունների դեպքով ցույց, նրան անգամ արգելել են Բաքվից Կիրովաբադ Գանջա գնալ, ճանապարհ են կանգնացրել են, ինչի համար, որտեղ նա գնալուց է եղել այնտեղ մարդու իրավունքների ընդհանուր դասընթաց կազմակերպելու եւ թույլ չեն տվել ընդհանուր պետության ներսում մի տարածքից մյուս քաղաքը գնա եւ այդ դասընթացը կազմակերպի, ինչի մասին է խոսքը։ Շատ լավ, ես որպեսզի հասկանամ, հա, ձեր տրամաբանությունը եւ հիմնավորումները հանդիպումներ լինեն, բայց ոչ օրինակ Երևանում, թե առհասարակ այս հանդիպումները։ Ես հասկանում եմ, որ նորմալացման, այսինքն գործընթացը պետք է լինի։ Բայց ում հետ։ Եթե լինելու են մարդիկ, որոնք Ալիևի ռեժիմի ուղղակի ներկայացուցիչներն են քաղաքացիական հասարակության հագուստով, վերնահագուստով, անունով, մենք այդպիսի ներկայացուցիչների հանդիպում ենք ամենատարբեր միջազգային հարթակներում, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում, Վարշավայում, ԵԱՀԿ-ի Վարշավյան մարդու իրավունքների չափորոշիչների համաժողովում, ինչ այդ նաև հանդիպումներին, մենք տեսել ենք այդպիսի ներկայացուցիչներ, որոնք բացարձակապես որևէ խոսք չեն ասել իրենց իշխանությունների գործունեության մասին քննադատական խոսք չեն ասել, բայց երբ որ էլի ձեր հարցին նորմալ, այսինքն երկխոսություն պետք է լինի, մենք երկխոսության ուղղությամբ ունեցել ենք հնարավորություններ մինչև 2006-7 թիվը, խոսքը չի վերաբերում փորձագետները հանդիպել են, նաև դեպ ասեմ այդ փորձագետների շրջանակից են մարդիկ են եղել, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է եղել եւ ստիպված են եղել թողնել ուրեմն Ադրբեջանը, դա Ադրբեջանի տարածքը կամ լրագրող, որին ասենք թե առևանգում են Վրաստանում եւ տեղափոխում ադրբեջանցի լրագրողի մասին հայտնի, տեղափոխում են ուրեմն Ադրբեջան, այսինքն այդ մարդկանց հետ այո, գուցե լինի երկխոսություն, որտեղ իրենք իրապես խաղաղության, ասեմ, երկխոսության, փոխադարձ վստահության հանրային մակարդակով դա տրամաբանական է եւ դա անհրաժեշտ է, բայց երբ որ ազատությունները չկան այդ պետությունում եւ մարդիկ ներկայացնում են այդ նույն ռեժիմի քաղաքական կամքը, այսպես կոչված քաղաքասարակության շրջանում, որպես ավելի հասկանալի, դուք պատկերացրեք քաղաքացիական հասարակություն Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչ տարբերություն Ռուսաստանի Դաշնություն թե Ադրբեջան։
Ինչ տարբերություն։ Չկան, բոլորը վտարված են կամ ազատազրկված են կամ ոչնչացված են։ Նույնն էլ այստեղ։ Ես գտնում եմ, որ իհարկե այդ հանդիպումներ, որոնք պետք է լինեն, բայց հարցը թե ում հետ։ Ովքեր են այդ հանդիպման մասնակիցները ադրբեջանական կողմից եւ արդյոք նրանք անկախ ձայն հնչեցողներն են, որոնք կարող են իշխանությունից առանձին ձայն ունենալ, որտեղ վաղը չեմ ասում, ռեժիմը եթե փոխեց, մտափոխվեց Ալիևի ռեժիմը, այդ երկխոսության մասնակիցները մեկ վայրկյանի ընթացքում դառնալու են, նույնպես մտքափոխվելու են։ Չէ, կանգնելու են ասեն, չէ, մենք համաձայն չենք ռեժիմի մոտեցման հետ, հա, եւ շարունակելու են երկխոսությունը Հայաստանի հասարակական ներկայացուցիչների հետ, չի լինելու նման բան։ Հիմա այս ընկալումը այսա, որ ես ներկայացնում եմ, ինչ եզրակացության կարող է հանգեցնել, արդյոք կարող են լինել նման հանդիպումներ առանց Ալիևի ռեժիմի թույլտվության։ Այո, Հայաստանի հասարակության ներկայացուցիչները կարող են հանդիպել ցանկացած երկրի ներկայացուցիչների հետ առանց իշխանության հետ համաձայնեցնելու։ Եվ որովհետեւ իշխանության հետ համաձայնության կարիք չկա։ Իհարկե եղել են ժամանակներ, երբ որ հետապնդվել են, քաշկոծվել են այդ հանդիպումների համար, հա, բայց բոլոր դեպքերում այնպես չի եղել, ասենք թե, որ ես պետք է անպայման համաձայնություն ստանամ նախագահականից կամ առավել եւս հիմա կառավարությունից, որ գնամ որևէ մեկի հետ հանդիպեմ, բայց այնտեղ չկա այդպիսի տարբերակ։ Ուղղակի չկա։ Էթնիկ ատելության, էթնիկ պատկանելության հիմքի վրա ատելության դեմ հանդես չեկողները հանդես գան որպես երկխոսության աչակից, ես դա չեմ պատկերացնում, բարձ եմ ձեզ ասում։ Հիպոթետիկ մտածել, որ այդ մարդիկ փոխել են իրենց մտածելակերպը, վերաբերմունքը եւ դառել են ուրեմն մարդկային արժանապատվության նկատմամբ արդեն ավելի հարգալից է մտածելակերպ ունեցողներ, բայց մենք տեսել ենք բոլորովին այլ իրավիճակներում, երբ որ հենց էթնիկ հիմքով ատելության աչակիցներն են։ Այնպես որ այստեղ ռեժիմն է որոշում, Ալիևի ռեժիմը հիմա որոշել ասել, օքեյ, գնացեք, թույլ եմ տալիս հանդիպել։ Որտեղ առանց այդ թույլտվության չէր կարող լինել այդ հանդիպումը։ Եվ այդ առումով իհարկե ես խորը կասկածի տակ եմ դնում նման հանդիպումների կապ չունի Երևանում, Բաքվում, Ստամբուլում, որտեղ ուզում եք Ստրասբուրգ եւ այլն հանդիպումների արդյունավետությունը։ Շատ լավ, թե ովքեր են մասնակիցները, իհարկե նաև հրապարակվեցին անուններ, նաև փաստերի ստուգման հարթակը պարզեց, որ ադրբեջանցի մասնակիցներից մեկը Լաչինի միջանցքը փակած պսևդո էկոակտիվիստներից է եղել, մասնավորապես Դիլարա Աֆանդիևան, հա, այլ նրա ներկայությանը ինչպես եք վերաբերվում։ Ձեր ասացի կարծես թե տրամաբանական շարունակությունն է դա։ Դե դա հայտնի դեմք է, դա ոչ միայն Լաչինի միջանցքի, այսպես կոչված փակող էկոակտիվիստ է, դա մինչև Լաչինի միջանցքը հասնելն էլ նրանք հայտնի էին իրենց, որ իրենք որպես Ալիևի ռեժիմի կարգառում ներկայացուցիչ, ես կհիշեցնեմ, կարող այդպիսի ինչ-որ մի հատ խաղաղության պլատֆորմ Ալիևի ռեժիմը ժամանակին ստեղծել էր այդպիսի, որտեղ նաև ռեժիմներ է ստեղծել, որի կարգառում ներկայացուցիչը, եթե ոչ համակարգող այդ կինն էր, ուղղակի մի հարց հետաքրքիր անցնել, էկոլոգիական խնդիրները ավարտվեցին, երբ որ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց բռնի էթնիկ զտման։ Էլ չկա էկոլոգիական խնդիրներ, այդ էկոակտիվիզմը դադարեց, թե Ադրբեջանում միայն Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնակչությունը ինքն էր հանդիսանում Ադրբեջանի էկոլոգիական թիվ 1 մարտահրավերը։ Չկան այդ մարդիկ, ու արդեն էկոլոգիական խնդիրները վերացվեց, հանքի շահագործումը վերացվեց, հանքի շահագործման հետ կապված հետևանքները վերացան, ընդհանրապես այդ մի հարցը կտայի։
ազնիվ չեն հասկանում, ոնց չի կարելի վստահել մարդկանց, որոնք կարող են շատ կարճ ժամկետում, այսինքն իրենք հետագիծը բոլորին այլ է եղել։ Հետագիծը ունենային որպես իրավապաշտպան, որպես էկոակտիվիստ, նրանք չէին լինի ազատության մեջ եւ չէին էլ կարողանալու այդպես առանց հավանության հանդիպեին։ Եվ եթե առանց ռեժիմի թույլտվությամբ հանդիպեին մեր հետ, ապա ձեզ վստահեցնում եմ, որ նրանց նկատմամբ կլիներ հենց ատելություն այդ Ալիևի ռեժիմի ներկայացուցիչների կողմից, ռեժիմի կողմից։ Պարոն Սաքունց, իսկ գործընթացը շարունակական է լինելու, այսինքն նաև բակվում են այդպիսի հանդիպումներ պլանավորվելու։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ ազգային ժողովից էին ասում, որ երկու երկրների խորհրդարանները պետք է նաև նպաստեն այդպիսի շփումների ակտիվացման եւ այլն, եւ օրերս խորհրդանի խոսնակ Սիմոնյանը հանդիպեց ադրբեջանական մեջլիսի խոսնակ Գաֆարովայի հետ, կառուցողական շփումներ ունեցան, եւ ես հիշում եմ, որ Ռուսաստանի պետդուման էր ասում, որ իրենք եւս նպաստելու են, որպեսզի խորհրդանական մակարդակում եւ դրանից ածանցյալ նաեւ քաղաքացիական հասարակության մակարդակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շփումներ լինեն ակտիվ։ Չեմ հասկանում, այդ Ռուսաստանի պետդուման այդ ուղղակի մի քիչ մարդու տրամաբանության մեջ չի մտնում։ Ինասանի ագենտներ են որակում քաղաքասարակության իրաց ներկայացուցիչներին, հիմա որոշել են Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներին Ադրբեջանում չեղած քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպացնեն։ Ես հիմա եթե ասենք թե նման դինի հնարավորություն, ես պետք է գնամ քրեակատողական հիմնարկ Ադրբեջանի եւ հանդիպեմ Ադրբեջանի ազատազրկման դատապարտված իրավապաշտպանի հետ եւ խոսեմ ազատ եւ արդար ընտրությունների հետ կապված հարցերով, երկխոսություն խնդրեմ, դա լինելու է այդ հանդիպումը, որ ես գնամ այդ մարդու հետ հանդիպեմ, Անար Մամեդլիի հետ ասենք, չնայած ունեմ խիստ վերապահումներ որոշ հարցերում ասենք, թե բայց իմ հանդիպումը կարող է այդ մարդու հետ լինի, կարող է լինել Ինտիգամ Ալիևի հետ։ Լինելու է։ Այդ մենք ենք որոշում, չէ՞, ում հետ հանդիպենք, ոչ թե խորհրդարանականներն են որոշում։ Ադրբեջանի մեջլիսը թող նախ եւ առաջ լինի անկախ մարմին եւ նախ եւ առաջ քննարկի եւ քննության առնի Ադրբեջանում քաղբանտարկյալների մարդու իրավունքների հետ կապված հարցերը եւ մարդկանց հնարավորություն տրվի ազատ արտահայտելու։ Եվ կարող ենք այո, մարդու իրավունքների վիճակի հետ կապված, խոշտանգումներից ծերունալ բարձրացակ իրավունքի հետ կապված, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների հետ կապված հարցերով համագործակցենք։ Բայց ովքեր են այդ համագործակցողները ադրբեջանական կողմից։ Բանտում նստածները կամ երկրից հեռացվածները, որոնց Ադրբեջանի մեջլիսը չի համարում որպես լեգիտիմ ներկայացուցիչ քաղաքասարակության, որտեղ դրանց լրացել է, ազատազրկել է։ Այդ ում հետ են հանդիպացնելու, կամ այդ Ռուսաստանի այդ ովքեր են մնացել այդ քաղաքասարակության իրավապաշտպանները, որոնք ամբողջ Եվրոպայով մեկ ցրված են։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Հաջողություն։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր։ Այժմի համար այսքանն ենք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։